Այս դեպքը տեղի է ունեցել 1997 թվականին, Սուրբ Ծննդյան գիշեր, Ամերիկայի փոքրիկ ու խաղաղ քաղաք։ Բոլոր ընտանիքները տանն էին, բոլորը հավաքված էին տոնածառի շուրջ ու բացում էին Սուրբ Ծննդյան նվերները։ Բացառություն էր կազմում Լևինների ընտանիքը։ Լևինների հրեական ընտանիքի համար սա սովորական երեկո էր, նրանք Սուրբ Ծնունդ չէին նշում։ Ընտանիքի հայրը դոկտոր Մայքլ Լևինը այդ գիշեր հերթափոխության էր հիվանդանոցում։ Երեխաները 7 տարեկան Նոան և 4 տարեկան Մայան տանը մնացել էին մայրիկի հետ, բայց մայրիկը ալկոհոլի նկատմամբ հատուկ սեր ուներ ու Սուրբ Ծննդյան երեկոն էլ մի քանի շիշ դատարկելուց հետո մայրը անգիտակից վիճակում բարձրանում է ննջասենյակ, երեխաները մնում են տանը մենակ։ Մի քանի ժամ Նոան ու Մայան հեռուստացույց են դիտում առաջին հարկում, ու մեկ էլ հանկարծ տան դուռը ուժեղ ծեծում են։ Նոան լինելով մեծը միանգամից վազում է դռան մոտ ու նայում է դռան անցքից, ու այն ինչ տեսնում է տղան շատ տարօրինակ է նրա համար լինում։ Դռան հակառակ կողմում կանգնած էր տղամարդ, ձմեռ պապի շորերով։ Իսկ տարօրինակը այն էր, որ Նոան հասկանում է, դա ձմեռ պապը չէ, իսկ եթե նույնիսկ ձմեռ պապն է, ինչու է նա թակել քաղաքի միակ հրեական ընտանիքի դուռը, որը Սուրբ Ծնունդ չէր նշում։ Տղան հարցնում է, թե ով է։ Ձմեռ պապը նայում է դրան անցքին, ժպտում է, ձեռքով է անում ու խնդրում է տղային բացել դուռը, որովհետև ինքը Սուրբ Ծննդյան նվերներն է բերել։ Տղան պատասխանում է, որ ինքը չի բացի դուռը, իրենց նվերներ պետք չեն, իրենք չեն նշում Սուրբ Ծնունդը։ Ձմեռ պապը պնդում է, որ ինքը նախկինում նվերներ էր բերում միայն քրիստոնյա ընտանիքների երեխաներին, բայց այս տարի որոշել է չնեղացնել նաև հրեա ընտանիքների երեխաներին ու դրա համար էլ թակել է նրանց դուռը։ 7 տարեկան Նոան հասկանում է, որ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենալու հիմա, ու դրա համար հրաժարվում է բացել դուռը։ Հենց այստեղ տեղի է ունենում ամենատարօրինակը։ Մի քանի վայրկյանում ժպտացող և բարի ձմեռ պապի դեմքը միանգամից մռայլվում է։ Նա դառնում է նյարդային, անհանգիստ, նրա ձայնի տոնը փոխվում է և նա սկսում է պնդել. «Բացիր դուռը, հենց հիմա»։ Երեխաները վախենում են ու հասկանալով, որ մայրը վերևում անգիտակից վիճակում է և իրենց օգնության չի գա, պարզապես դռան հակառակ կողմից գոռում են, որ իրենք արդեն զանգահարել են 911 և ոստիկանները արդեն օգնության են գալիս։ Սա լսելուց հետո ձմեռ պապը արագ հեռանում է Լևինների դռան մոտից։ Թվում է, թե սա պատմության վերջն է, բայց ցավոք սրտի ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Նոան և Մայան իրոք զանգահարում են 911, բայց փրկարար ծառայության օպերատորը երեխաների զանգը լուրջ չի ընդունում։ Նա մտածում է, որ երեխաները ուղղակի անհանգստացել կամ ոգևորվել են հարևան ձմեռ պապի այցից, ով ուղղակի դռնեդուռ պտտվում ու նվերներ է բաժանում։ Նրանք լուրջ չեն ընդունում զանգը ու հրաժարվում են ոստիկաններ ուղարկել։ Երեխաները հասկանում են, որ անելանելի վիճակում են։ Նրանք ընդամենը 7 ու 4 տարեկան էին և գիտեին ընդամենը 2 հեռախոսահամար՝ տան հեռախոսահամարը և 911-ը։ Տանը նրանց ոչ ոք օգնել չէր կարող, մայրը ալկոհոլի ազդեցության տակ անգիտակից քնած էր իր սենյակում, իսկ 911 ծառայությունը իրենց զանգը լուրջ չէր ընդունում։ Երեխաները շունչ են քաշում մտածելով, որ տարօրինակ տղամարդը հեռացավ ու երևի այդ երեկո այլևս հետ չի վերադառնա, և շարունակում են հեռուստացույց դիտել։ Բայց մի քանի րոպե հետո ուժեղ դռան թակոցը կրկնվում է։ Նորից նույն տղամարդն էր, նորից նույն տարօրինակ, անծանոթ ձմեռ պապը։ Հիմա արդեն ջղային ու ագրեսիվ տոնով պահանջում էր
բացել դուռը անհապաղ, որովհետև ինքը արդեն գիտի, որ ոստիկանները չեն գալու օգնության, եւ եթե երեխաները չբացեն դուռը մի քանի րոպեից վտանգի ու լուրջ խնդիրների մեջ են լինելու։ Երեխաները ընկնում են պանիկայի ու վախի մեջ, նրանք չեն հասկանում ինչ անել, պատկերացրեք 7 տարեկան եւ 4 տարեկան երեխա հասկանում են, որ ուր որ է իրենց տան դուռը կարող է կոտրել անծանոթ տղամարդ, ներս խուժել եւ իրենց փրկող ոչ ոք չկա։ Հայրը հիվանդանոցում աշխատանքի է, մայրը անգիտակից պառկած է ննջասենյակում, իսկ ոստիկանները իրենց չեն հավատում։ Եվ հենց այդ ժամանակ 7 տարեկան Նոայի մտքով անցնում է փառահեղ մի միտք։ Նա հավաքում է տան բոլոր մոմերը, եւ այդ մոմերը միանգամից վառում է։ Մեծ քանակի վառված մոմերից բարձրանում է հսկայական ծուխ եւ միանում են տան հակահրդեհային ազդակները, իսկ դրանք ավտոմատ զանգ են ուղարկում 911 փրկարար ծառայություն։ Ֆենոմենալ ու շշմեցնող այս քայլի արդյունքում ընդամենը մի քանի րոպե հետո փրկարարները Լևինների տան առաջ էին։ Բայց այստեղ պատմությունը նորից չի ավարտվում, որովհետև եթե ձեզ թվում է, որ անծանոթ տղամարդը լսելով փրկարարների ձայները ուղղակի հեռանում է տան մոտից, սխալվում եք, նա շատ ավելի հեռուն է գնում։ Տղամարդը պատմում է փրկարարներին, որ ինքը իրականում ընտանիքի հայրն է, ով որոշել է ձմեռ պապի հագուստ հագնել երեխաներին զարմացնելու համար, ու քանի որ ձմեռ պապի հագուստը չունի գրպաններ, ինքը մոռացել է տան բանալիները վերցնել։ Երեխաներն էլ կատակով իրեն դրսում են թողել եւ հիմա ասում են, թե ինքը իրենց հայրը չէ։ Դրան զուգահեռ երեխաները հակառակ կողմից գոռում են, պատմում են եղելությունը, բայց փրկարարները հավատում են անծանոթ տղամարդուն։ Ու այդ պահին տեղի է ունենում երևի թե ամենավախեցնողը։ Փրկարարները որոշում են կոտրել Լևինների տան դուռը եւ օգնել անծանոթ տղամարդուն, որպեսզի նա ներս խուժի տուն։ Ու այդ ժամանակ փոքրիկ 7-ամյա Նոան անում է իր երկրորդ շշմեցնող քայլը։ Նա կանգնեցնում է փրկարարներից մեկին ու տալիս է ընդամենը մեկ պարզ հարց. Եթե այս տղամարդը իսկապես մեր հայրն է, ապա նա հրեա է, ապա նա եւս Սուրբ Ծնունդ չի նշում։ Այդ դեպքում ինչու է նա որոշել ձմեռ պապի հագուստով գալ անակնկալ անել մեզ։ Այս հարցը սառը ցնցուղի նման սթափեցնում է փրկարարներին, նրանք հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, եւ հաշված վայրկյանների ընթացքում գետնին են պառկեցնում անծանոթ տղամարդուն եւ կապած պահում են նրան այնքան, մինչև տեղ ժամանում են ոստիկանները։ Ընդամենը 7 տարեկան Նոայի շշմեցնող խելքի եւ ինքնապաշտպանական բնազդի շնորհիվ փրկվում է մի ամբողջ ընտանիք, փրկվում է Սուրբ Ծննդյան գիշերը, հակառակ դեպքում մի ամբողջ ընտանիքի համար դա լինելու էր վերջին Սուրբ Ծնունդը։ Ռութ Քլեյնը 94 տարեկան կին էր։ Ամանորի խաղաղ առավոտ էր ու հանկարծ վաղ առավոտյան Ռութի դուռը թակում են։ Կինը զարմանում է, նա այդ օրը առավոտյան ոչ ոքի չէր սպասում, անսպասելի հյուրեր գրեթե չէր ունենում, իսկ ընտանիքը ամանորը նշելու հավաքվելու էր միայն երեկոյան։ Կինը մոտենում է դռանը, բացում է այն ու ոչ ոք չկար։ Բայց երբ նայում է ներքև, դռան մոտ ընկած մի նամակ է տեսնում։ Վերցնում է նամակը։ Ծրարը հին էր, դրա վրա չկար ոչ ուղարկողի հասցե, ոչ որևէ անուն, ու ծրարը այնքան հին էր, որ նույնիսկ դեղնավուն էր դարձել։ Կինը վերցնում է ծրարը, անցնում է տուն ու դողացող ձեռքերով սկսում է այն բացել։ Ծրարի ներսում նամակ էր։ Նամակի թուղթը ժամանակի հետ արդեն ճմրթված էր, իսկ թանակը ժամանակի հետ արդեն կիսով չափ ջնջված էր։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ կինը տեսնում է նամակի վերջում գրված։ Նրա աչքին միանգամից ընկնում է ուղարկողի անունը, եւ դա
ամենաշոկայինն էր նրա համար։ My goodness. Նամակը եկել էր մի մարդուց, որին Ռութը շատ լավ ճանաչում էր, բայց այդ մարդը շատ վաղուց այլևս չկար։ Ռութի աչքերը վազում են տողերի վրայով, ու ընդամենը մի քանի վայրկյան հետո կնոջ աչքերից արցունքներ են հոսում։ Նամակը, որ Ռութը ստացել էր այսօր 94 տարեկանում, իրականում պետք է իր ձեռքում հայտնվեր 84 տարի առաջ, երբ ինքը ընդամենը 10 տարեկան էր։ Նամակը գրվել էր 84 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ նամակը գրողը Ռութի եղբայրն էր, ով մեկնել էր պատերազմ ու անհետ կորել էր։ 84 տարի Ռութը ապրել է կորստի զգացումով, որ իր եղբայրը անհետ կորել է պատերազմի ժամանակ, ու հիմա իր ձեռքում պահում էր նամակ, որը իրականում 84 տարի առաջ եղբայրը գրել էր իր 10 տարեկան քրոջը, ու այդ նամակում պատմում էր, որ ինքը փրկվել է պատերազմի արդյունքում, որ ինքը ապահով վայր է գտել, տեղափոխվել է այնտեղ ու սպասելու է մինչև որ ամեն ինչ վերջնական խաղաղվի եւ անպայման գտնելու է դեպի տուն տանող վերադարձի ճանապարհը։ Ռութը կարդում էր 84 տարի ուշացած նամակ, բայց միևնույն ժամանակ չէր զգում, որ այդ նամակը ուշացած է, որովհետև 84 տարվա դադարից հետո Ռութը վերջապես ստանում էր իր կյանքի ամենագլխավոր հարցի պատասխանը եւ 84 տարվա դադարից հետո վերջապես ստացել էր հնարավորություն վերջին անգամ խոսելու իր եղբոր հետ, թեկուզ եւ ոչ երես առ երես, թեկուզ եւ թղթի ու թանաքի միջոցով։ Ու հենց դա էր Ռութի ամբողջ կյանքի ամենակարևոր ամանորի հրաշքը։ 1914 թվական Երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ Եվրոպայով մեկ ձգվում էին կատաղի կռիվներ։ Երիտասարդներ, որ նոր էին գրեթե չափահաս դարձել, հայտնվել էին պատերազմի դաշտում ու արդեն ամիսներ է ինչ արևի լույսը տեսնում էին միայն պատերազմական խրամատներից։ Դեկտեմբերի 24 Սուրբ Ծննդյան գիշերն էր։ Արևմտյան ճակատում իրար դեմ դիմաց խրամատներում թաքնված էին բրիտանացի ու գերմանացի զինվորները։ Խուլ գիշերվա լռության մեջ մեկ էլ պատահաբար բրիտանացի զինվորները ինչ-որ տարօրինակ ձայներ են լսում թշնամու կողմից եկող, կարծես թե ինչ-որ երգի մեղեդի էր։ Զինվորները չեն հասկանում սկզբի մի քանի րոպեվա ընթացքում, թե ինչ մեղեդի է դա։ Նրանք համոզված էին, որ թշնամին փորձում է իրենց ուշադրությունը շեղել, փորձում է նրանց թակարդի մեջ գցել ու հանկարծակի հարձակում գործել։ Բայց ուշադիր մի քանի րոպե էլ լսելուց հետո ճանաչում են մեղեդին։ Գերմանական խրամատներից լսվում էր Սուրբ Ծննդյան գիշերվա մասին երգը գերմաներենով։ Դրան ի պատասխան բրիտանացի զինվորները սկսում են նույն երգը երգել անգլերենով, ու ընդամենը մի քանի րոպե հետո կրակների ձայները դադարելուն պես գիշերվա խուլ լռության մեջ օդում կախվում է միայն մեկ ընդհանուր գեղեցիկ մեղեդի՝ Սուրբ Ծննդյան գիշերվա մասին մեղեդին երկու լեզուներով՝ անգլերեն ու գերմաներեն։ Գերմանացի զինվորները իրենց խրամատների վրա դնում են փոքրիկ տոնածառներ ու մոմեր։ Դրան ի պատասխան բրիտանացի զինվորները սկսում են դանդաղ դուրս գալ խրամատներից։ Երկու կողմի զինվորները առաջին անգամ ամիսների ընթացքում քայլում էին իրար ընդառաջ ու նայում իրար աչքերի մեջ։ Սկզբի մի քանի րոպեն սարսափելի էր երկուսի համար էլ։ Յուրաքանչյուր կողմը սպասում էր, որ ուր որ է դիմացինը կարող է կրակել, ուր որ է հասկանալի կդառնա, որ սա ընդամենը թակարդ էր, բայց միևնույն է, զինվորները մոտենում էին իրար, երգելով Սուրբ Ծննդյան երգը։ Ու հահա, այն պահին, երբ երկու կողմերի, երկու ճակատների զինվորները հանդիպում են, տեղի է ունենում անսպասելին։ Զինվորները
կանգնում են, ձեռք են իրար սեղմում, նայում են երկար իրար աչքերի մեջ, իսկ հետո սկսում են իրար հետ ուղղակի զրուցել, պատմել իրենց ընտանիքների մասին, պատմել նրանց մասին, ովքեր իրենց սպասում են տանը, ում համար իրենք հիմա պայքարում են, պատմում են իրենց երազանքների, զգացմունքների մասին, այն, թե ինչ են իրենք կարոտել տանը, այն, ինչի մասին իրենք երազում են այս Սուրբ Ծննդյան գիշերվա ընթացքում։ Ու հետո իրար տալիս են նվերներ, այն ինչ ունեին ձեռքի տակ, մեկը շոկոլադ, մեկը հագուստ, մյուսը իր ընտանեկան ֆոտոները որպես հիշողություն։ Սա տևում է ընդամենը մի քանի ժամ։ Դրանից հետո հրամանատարները տալիս են հրահանգ նորից վերադառնալ խրամատ ու վերսկսել կրակը։ Բայց հետաքրքիր մի բան, այս դեպքից հետո պատմում են, որ շատ զինվորներ հատուկ սխալ էին կրակում, որպեսզի չվնասեն դիմացի ճակատում գտնվող զինվորներին, որովհետև առաջին անգամ ամիսների կռվից հետո այս զինվորները նայել էին իրար աչքերի մեջ ու հասկացել, որ իրականում թշնամին իրեն շատ տարբերվող չէ, իրենք նույն մարդն են, ու մարդը իր նախնական բնազդներով չի ուզում կռիվ ու ատելություն, ուզում է խաղաղություն ու սեր։ Ու ասում են, որ հենց այս դեպքից հետո հրամանատարները արգելեցին նման զինադադարները անգամ տոների ժամանակ, որովհետև սա խանգարում էր կռվին, որովհետև սա ցույց էր տալիս երկու կողմերին էլ, որ դիմացը կանգնած է իր նման սովորական մարդ ու կռիվը անպիտան բան է։ Տոնական այս վիդեոյում ես հավաքել էի ձեր սիրած միստիկ պատմությունները, բայց որոնք ունեն գեղեցիկ ու բարի ավարտ, որովհետև ուզում եմ, որ եկող տարին բոլորիս համար լինի հետաքրքիր, բայց բարի ու գեղեցիկ էմոցիաներ տվող տարի։ Ես շնորհակալ եմ 2025 թվականից, որը իմ տարին էր, օձի տարի էր։ Ես շնորհակալ եմ, որովհետև այս տարին մեզ նվիրեց մեր աղջկան, բայց 2026-ը լինելու է նոր ձեռքբերումների տարի, որովհետև այն կրակոտ ձիու տարին է, իսկ դա խորհրդանշում է կիրք, առաջընթաց ու մեծ դինամիկ փոփոխություններ կյանքում։ Շնորհավոր բոլորիս Սուրբ Ծնունդն ու Ամանորը ու եկեք այնպես անենք, որ 2026-ի վերջում մենակ շնորհակալ լինենք այդ անցած տարուն։